Արամ Խաչատրյանը մի անգամ խոստովանել էր, ապրում է այդ դրամայով ու դժվարանում է բացատրել ինչպես ծնվեց դիմակահանդեսի երաժշտությունը։ Խաչատրյանի Լերմոնտովյան մոտիվների ամեն թռիչքն ու վայրեջքը անգիր գիտի։ Ժամանակին ինքն է այս երաժշտության տակ բեմին եղել։ Վիլեն Գալստյանը վերջապես հանձնում է իր խոսքով ազգային պարտքը։ Ամբողջացնում է օպերային թատրոնի խաչատրյանական 3 բալետները։ Վիլեն, вы ставите маскарад? Վերջերս Պետերբուրգում էինք հյուրախաղերի։ Այնտեղի թատրոնի ղեկավարներն ասում են, Վիլեն դիմակահանդեսն ես բեմադրում, բայց ինչպես։ Բալետի համար այն չկա։ Հիմա կարող եմ ասել, մենք այն ունենք։ Я сказал, у армян есть. Արամ Խաչատրյանը 1941-ին գրեց երաժշտություն Միխայել Լերմոնտովի դիմակահանդես դրամայի բեմադրության համար։ 1982-ին կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը խաչատրյանական մեղեդին լրացնելով ստեղծեց դիմակահանդես բալետը։ Այն բեմադրվեց Երևանի օպերայի եւ բալետի թատրոնում ու մեծ հաջողություն ունեցավ։ Հիմա բալետմայստեր Գալստյանը բացում է դիմակահանդեսի վարագույրը աֆիշին Էդգար Հովհաննիսյանի անունը վերականգնելու պայմանով։ Դիմակահանդեսի առաջնախաղը մարտի 5-ին է, բալետն արդեն ունի միջազգային հրավեր։ Պետերբուրգյան ու մոսկովյան թատրոններից են սպասում հայկական Նինային ու Արբենինին։ Անի Հակոբյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։